անեծք, թուղթուգիր, կարմիր թել, սպիտակ թել, սև թել, շատ անգամ մարդիկ ավելի շատ ընդունում ու վախենում են այս բաներից, քան ընդունում են Աստծո խոսքը։ Սիրելիներս, մի վախեցեք ոչ անեծքից, մի վախեցեք ոչ կարմիր ու թելերից ու չգիտեմ որ գույներից, այլ ընդունեք Աստծո խոսքի ճշմարտությունը։ Ինչից վախենաս, դու դրան էլ կհանդիպես։ Ինչը ընդունես, դա էլ կլինի քո կյանքի մեջ։ Աստվածաշունչը ասում է, որ Աստված մեզ տվել է իշխանություն եւ զորություն քանդելու սատանայի բոլոր գործերը եւ նրա զորությունները։ Այնպես որ այսօր ուզում եմ աղոթեմ քեզ համար, եթե դու վախենում ես անեծքից եւ վախենում ես հարևանի արած թուղթ ու գրից, Հիսուսի զորավոր անունով թող լինի քանդված քո կյանքում ամեն վախի միտքը, ամեն անեծքները եւ այն բոլոր մտքերը, որոնք քո կյանքի մեջ առաջացնում են վախեր, թող լինի քանդված Հիսուսի անունով, ընդունիր Աստծո խոսքի ճշմարտությունը, որովհետև Աստված քեզ տվել է այդ իշխանությունը եւ զորությունը, պարզապես դու պետք է ընդունես եւ կիրառես քո կյանքի մեջ։ Ամեն օր խոսիր եւ հռչակիր Հիսուսի արյունը քո ընտանիքի վրա, քո զավակների վրա, թող բաց թողնվի Հիսուսի արյունը քո կյանքում եւ քո բոլոր հարազատների կյանքի վրա Հիսուսի անունով։ Հայր Աստված, օրհնես այն մարդկանց ու ազատագրես այն քույր եղբայրներից, որոնք կլսեն այս տեսաուղերձը եւ թող Տեր քո խոսքը ներգործի նրանց կյանքի մեջ եւ գա ազատագրություն Հիսուսի զորավոր անունով։ Չվախենաս ոչ անեծքից, չվախենաս հարևանի արած թուղթ ու գրից, իշխանություն չունի քո կյանքի մեջ եւ տեղ չունի քո կյանքում եւ քո ընտանիքի մեջ ամեն տեսակի թշնամու ծրագիր եւ գործ։ Աստված օրհնի քեզ, եղիր օրհնված Հիսուսի անունով։ Ամեն։